տարի գինի դժվար թե կարողանան ռուսական շուկա արտահանել, որովհետև չկա դրա համար նպաստավոր պայմաններ։ Ռուսական շուկան դեռ որ պատրաստ չէ։ Արդյոք այս առումով վտանգ չեք տեսնում։ Ուրեմն հենց այսօր մենք Վայոց ձորի մարզում խորհրդակցություն ենք անցկացրել մթերող կազմակերպությունների, հատկապես խաղող մթերողների եւ հանրապետության եւ Վայոց մարզի մթերողների, խաղող արտադրողների եւ գյուղապետերի հետ։ Այսպիսի մտահոգություն ընդհանրապես չկա, հենց իրենք խաղող մթերողներն են բարձրաձայնել, որ գյուղացիները չպետք է մտահոգվեն, որովհետեւ ամբողջ խաղողը մթերվելու է։ Դա ուրիշ բան է, որ որոշակի խնդիրներ կան մթերողների հետ մոտ։ Դա բոլորիս էլ հայտնի է, ինչ խնդիրներ են։ Եվ մենք կառավարությունում այդ խնդիրները աշխատելու ենք լուծումներ տալ այդ խնդիրներին, որպեսզի խնդիրներ ընդհանրապես չունենանք։ Որոնք են ամենակարևոր խնդիրները։ Խնդիրները, որ արտահանման ծավալները որոշակի կրճատվել են, դա գիտենք, ինչի հետ էր կապված, նոր միություն է, մարդիկ մինչև սովորում են այդ միության, օրենսդրական դաշտին, փաստաթղթային ձևակերպումներին, գնորդների հետ պայմանագրեր են կնքում, կապված ռուբլու արժեզրկման հետ իհարկե որոշակի խնդիրներ եղան, բայց դա չի նշանակում, որ արտահանումները դադարել են կամ ընդհանրապես չեն մթերելու խաղող կամ ընդհանրապես ոչ մի։ Ես բոլորին բարձրաձայնում եմ եւ հիմա էլ եմ ասում։ Ոչ միայն խաղող, այլ ընդհանրապես բոլոր տեսակի յուղատնտեսական մթերքները ամբողջ ծավալներով կմթերվեն։ Փաստորեն Եվրասիական տնտեսական միությունը այս տարի մեզ ոչ մի լավ բան չի տա։ Այդպես չի կարելի ասել։ Յուրաքանչյուր նոր միություն իրեն հետ որոշակի խնդիրներ է բերում, դժվարություններ է բերում, մարդիկ պետք է ծանոթանան, հարմարվեն, այնպես որ ժամանակ էր պետք դրա համար։ Տեսեք, առաջի եռամսյակում մենք որոշակի խնդիր ունեցանք։ Երկրորդ եռամսյակում հաստատ այդ խնդիրները պակասելու են եւ արտահանման ծավալները սկսել են ավելանալ։ Իսկ ռուսական ռուբլին արժևորվեց, դրամ արժեզրկվելու է այս միտումը շարունակվելու։ Ստաբիլ է հիմա ստաբիլ է եւ տեսնում եք արժևորվում։